Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Լիբանանի արտաքին գործոց և արտերկրի լիբանանցիներու նախարար Յուսեֆ Ռաժիի հետ հանդիպումի ընթացքին հոյտաբյուրոյի անդամ Միջին Արևելքի պատասխանատու երեսփոխան Հակոբ Բաքրատունի արձարծեց Բաքուի մեջ ապօրինաբար կերևարված լիբանանահայ Վիգեն Էլջեքչյանի շուտապույտ ազատարձակման հարցը։ Նախարար Ռաժի հայտնեց, որ հարցը լիբանանյան կողմեն ուշադրության առարկա է և անհրաժեշտ դիմումները կատարված են, սակայն էական այն է, որ հայկական կողմը հետապնդի այս խնդիրը։ Վիգեն Էլջեքչյանի ազատարձակման պահանջը սուր հնչեղություն ստացած է նկատի ունենալով անոր դիմակայված առողջական պայմանները։ Հայաստանի կառավարության կայքեչին վրա 3 հրապարակվեցան Արցախի հակամարտության ղեկավարման բանակցային գործընթացին վերաբերող pedagogan գերադեսչություններուն մոտ գտնվող շարք փաստաթուղթեր։ Ինչպես նշված է այդ փաստաթուղթերուն գից, անոնք պատկերացում կտան մինչև 2020 կատարված բանակցություններու գործընթացի բովանդակության մասին։ Ուշագրավ է այն, որ փաստաթուղթերուն հրապարակումեն ետք հստակ դարձավ, որ Փաշինյան չի բացահայտած, թե ինչ պատասխան տված է 2019-ի առաջարկներուն, թեև աննախաբես հայտարարած էր, որ պիտի բացահայտի օրին իր տված պատասխանը։ Դեղաթրված են նաև հրապարակավ հասանելի շարք փաստաթուղթեր, որոնք ուղղակի կապ ունին առաջին խումբի փաստաթուղթերուն հետ։ Հրապարակված փաստաթուղթերու գարկին են Յահգի Մինսկի խմբակի առաջարկները 2016, Քրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին օգոստոս 2016, Գազանի փաստաթուղթը, Ռուսիո պատետային առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի եւ Արցախի փոխանակման դարբերակը, Յահգի Մինսկի խմբակի համապարփակ առաջարկները, Յահգի խորհրդող նախագահի հայտարարությունը Լիզբոնի վեհաժողովին, Բուդապեշտի վեհաժողովին հայտարարությունը, Մագի ապահովության խորհրդի բանասևերը։ Սակայն հայտնի չէ, որ արդյոք բանակցություններու բոլոր փաստաթուղթերն են անոնք, թե ոչ։ Անհայտ է նաև, թե ինչ սկզբունքով ընտրված են հրապարակումները։ Այս փաստաթուղթերուն շարքին չկա QST դարբերակը, իսկ Մեղրիի եւ Արցախի փոխանակման դարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ, այլ հայկական ժամանակին մեջ 2008-ին լույս տեսած հրապարակումը։ Կառավարությունը չի հստակացուցած, թե ինչու նախկին ղեկավարներեն միայն երրորդ նախագահին նամակը հրապարակած է, իսկ մյուս առաջնորդերուն քրակրությունը ոչ։ Նշենք, որ բանակցային նաև հայկական կողմի պատասխանները։ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության դաշնակցական պատգամավոր Արտուր Խաչատրյան 3 արձագանքեց Արցախյան բանակցություններու փաստաթուղթերը հրապարակելու քայլին եւ թիմադեդյան կրառումով փոխանցեց իր նկատողությունները իմիջի այլոց հայտնելով հետեւյալները։ Փիղի երկնեցավ եւ մուկ ծնավ։ Նիկոլ Փաշինյանն հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության ղեկավարման բանակցային գործընթացին փաստաթուղթերը։ Հրապարակած փաստաթուղթերը գարդոնեն քանի եզրակացություն կատարել։ Առաջին փակ աչքերով ընդրեցեք ղեկավարման որևէ դարբերակ փաստաթուղթ, որ Փաշինյան հրապարակած է։ Փապակած ղեկավարումը շատ ավելի հայանաբաց կնարելալ, քան այն իրականության արչև, որ Փաշինյան գանքնիցուց մեզ։ Երկրորդ, նույնիսկ այնինչ որ հրապարակված է, գաբացուցե, որ Փաշինյանի բնդումները, թե Արցախի ղեկավարումը միջազգային հանրությունը գտիդարգեր բացառապես Ադրբեջանի դարածքային ամբողջականության ձիրի մեջ գեղձ են։ Ծանոթացեք 2006-2019 ներկայացված առաջարկներուն։
2011-ին Գազանի մեջ ամբողջական փաստաթուղթ ներկայացված էր։ Ադրբեջանի կողմէ Գազանի փաստաթուղթին դաբալում են ետք Արցախի ժողովրդի ազատ եւ ոչ մեկ բանով սահմանափակված ինքնորոշման իրավունքը արգա է Լավրովի ծրագիր գոչված աշխատանքային բոլոր փաստաթուղթերում մեջ։ Հրաբարակած փաստաթուղթերը գերքեն Փաշինյանի մնացյալ բնդումները եւս, օրինակ միջանկյալ ղարքավիճակի առաջարկի ճնշումի մասին իր հայտարարությունները շարունակեց պատգամավոր Խաչատրյան։ Երրորդ ծրարը թերի է գրնան ներկայացնել 1990-ականներուն ներկայացված քանի առաջարկ եւս Ժելոզնովոսկեն սկսյալ մինչև ռուս-ֆիննական համանախագահության կողմէ ապրիլի 1997-ին ներկայացված համաբարփակ առաջարկը։ Եթե ավելի խոր երբով ուսումնասիրելու փափագլար գրնամ դրամատել նաև դակավին 1988-ին ներկայացված Սախարով Ստրավոյդովայի ղեկավարման առաջարկը։ Չորրորդ Մագի անվտանգության խորհրդի փանասևերու իմաստը եւ նպատակը ամբողջությամբ ուրիշ են, քան ինչ որ կներկայացներ հետ պատերազմյան Փաշինյանը։ Հինգերորդ Կազմիրովի քիրքեն ղեկավարման առաջարկներու արտադրումը ուղղակի զաղրանք է։ Ով որ Արցախյան բանակցություններով հետաքրքրված էր, այդ առաջարկներուն ծանոթ էր արդեն։ Վեցերորդ կգասկածին, որ իշխանությունները խղճի խայտ կսկացած են կամ գիտակցած են, որ սուտնալ չափ ու սահման պետք է ունենա, բայց Փաշինյան չի հրաբարակած 1999-ի յահագի բոսո արճակակիրը եւ դարձյալ բնտած է դեազգային փոքրամասնություններու իրավունքները ճանչնալով Հայաստանի իշխանությունները Արցախ ճանչնած են Ադրբեջանի գազմի մեջ։ 7-րդ Key West, որը փաստաթուղթ հրաբարակված չէ։ Փաստաթուղթի փոխարեն Փաշինյան ներկայացուցած է իր նանեգան թերթի մեջ տված փարագույտը, որը ստիրեն փոխանցած են 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբեն։ Հետաքրքրական է, եթե փաստաթուղթը չունին, ինչպես անոր փոխանցության մասին դատողություններ կգդարեին, նշեց Արթուր Խաչատրյան։ Բրյուսելի մեջ 2 դեկտեմբերին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումին Հայաստանի արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյան եւ Եվրոպական միության արտաքին գործոst եւ ապահովական հարցերու բարձր ներկայացուցիչ Քայա Կալլաս համագործակցության նոր Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրագարկի փաստաթուղթը ստորագրեցին։ Այդ մասին հայտարարվեցավ Միրզոյանի Կալլասի եւ Եվրոպական միության ընդլայնման հարցերու հանձնակատար Մարտա Կոսի միացյալ մամլոասուրիսին։ Կոս նախորդին հայ լրագրողներու հետ ունեցած զրույցի ընթացքին ասած էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը կփոխանցի քանի կարևոր գեդեր, որոնց կարգին նաեւ ապահովական եւ պաշտպանական բաղադրիչներ։ Նշելով, որ ապահովական եւ պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցերով գսպարի Կալլաս, որ Հայաստան այսելած էր Կոս ասավ, որ խորհրդակցությունները պիտի շարունակվին նաև աբակային։ Այս կնշանակե, որ մենք նաև անոր միջոցով իբրև փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ պիտի գնահատենք եւ պիտի հետևենք զարգացումներուն բազմաթիվ եւ զանազան ոլորտներու մեջ, ասավ Կոս, որուն համաձայն գոմերը պիտի ընդլայնեն համագործակցությունը այլ մարզերու մեջ եւս մասնավորապես տնտեսական, ինչպես նաև Եվրոպական միությունը պիտի աջակցի Երևանին տնտեսությունը այլընտրանքային եւ ներդրումներու գծով։ Միրզոյան գործընկերության նոր օրագարկի փաստաթուղթը նկատեց հավակնոտ եւ հաստատեց, որ ան ավելին է կամ պիտի խորացնե Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ գործակցությունը։ Փաստաթուղթը, որ փաղկացած է ավելի քան 70 էջերը, կսպասվի, որ դառնա Երևան-Բրյուսել հարաբերություններու ճանապարհային գարդեսը։ Այս առիթով կատարված մամլո միացյալ ասուլիսի ընթացքին Եվրոպական միության արտաքին գործոst եւ ապահովական հարցերու բարձր ներկայացուցիչ Քայա Կալլաս հայտնեց, որ Մոսկվա Հայաստանի մեջ ընտրություններուն միջամուխ կլա։ Ռուսիա եւ իր միջնորդները ապադեղեկատվական արշավներ կկատարեն Հայաստանի մեջ։ Խորհրդարանական ընտրություններուն ընթരാճ մենք կտեսնենք նույն սանսերը, որոնք օգտագործված են Մոլդավիո մեջ, շատ աշխուժորեն աշխատած են Մոլդավիո մեջ, ուր բեմակցությունը նույնն է։ Եվրոպական միության ֆինանսավորումը պիտի օգնի հայտնաբերելու արտասահմանյան ասացությունները եւ արձագանքելու անոնց
ըսավ Կալլաս։ Իսկ Քոս իր գալքին հայտնեց, որ 2026-ի ընտրությունները Հայաստանի մեջ կարևոր նշանակություն պիտի ունենան դարաձախչանի գայունության եւ բարեփոխումներու իրականացման համար։ Հայաստան կրնա իր հույսը ցնել մեր աջակցության վրա։ Ժողովրդավարությունը միշտ վտանգի տակ է, եւ մենք պետք է աջակցենք լրատվամիջոցներուն ջնշումը կանխելու համար։ Ասիգա շատ կարևոր է այս նոր ուղղությունը եւ մենք աջակցենք 5 միլիոն եվրոյի ֆինանսավորումով Հայաստանի մեջ ընտրություններու նախորդին ապադեղեկատվության թեմ բայկարը ապահովելու համար։ Մենք կարելիություններ ունենք մեր գաբերը ընդլայնելու։ Մարտին գաղթականության եւ ապահովության հարցերու քզով Եվրոպացի հանձնակատարը պիտի այցելի Հայաստան, ուր դեղի պիտի ունենան կարևոր վեհաժողովներ, ըսավ Քոս։ Հոյտապիրոյի անդամ Ֆրանսիայի հայկական գազագերբությունները համագարկող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյան հայտնեց, թե ինք Հոյտապիրոյի անդամ Հովսեփ Դերքևորկյան, Շահե Մադենյան, Քևորգ Մերիդոնյան, Ռոմիկ Թավթյան այցելած են հայ արաքելական եկեղեցվո Ֆրանսիայի հայոց թեմ իրենց աջակցությունը հայտնելու հայ եկեղեցվո։ Այսօր մենք հանդիպեցանք հայ եկեղեցվո առաջնորդին հետ մեր շարունակական աջակցությունը հայտնելու հայ եկեղեցվո, որ կփախի Հայաստանի իշխանության կողմէ առաջնորդվող անընդունելի եւ անօրինական վայրակության քաղաքականության, նշեց Փափազյան։ Հայ արաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հրաբարացած է հայտարարությունը, որմով կդաբարդե թեմի առաջնորդին գործողությունները։ Արցախի թեմական խորհուրդը իր խոր անհանգստությունը եւ մտահոգությունը գայտնե վերջին օրերուն հանրային մեծ արձագանք կստացած Արցախի թեմական առաջնորդին գործելագերբին եւ թիրքորոշումներուն համար։ Խորհուրդը թեմական առաջնորդի քայլերուն մասին նախաբես չդեղեկացված եւ ան չփխած միասնական թիրքորոշում է եւ ներարցախյան քննարկումներու դրամապանությունն են։ Բազմաթիվ արցախցիներու մոտ այս քայլը հարաճացուցած է զայրույթ, վրդովմունք եւ անվստահություն, ինչ որ ամբողջովին հասկանալի կնկատենք, նշած է թեմական խորհուրդը։ Այս նույնին հետ կապված հանդիպած ենք Արցախի թեմի առաջնորդին հետ եւ լսած անոր դեսագետը ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձագանքենք, որ չենք կրնար բաժնեկցին եւ կդաբարդենք այդ մոդելությունները, որովհետեւ անոնք չեն արտացոլացներ Արցախի ժողովրդին դիրքորոշումները եւ սպասումները։ Թեմական խորհուրդը կվերահաստատե իր համոզումը, որ եկեղեցական բոլոր հարցերը պետք է լուծվին բացառապես եկեղեցվո ներսը կանոնագարկերու ավանդության եւ ազգային արժեհամագարկի սկզբունքներուն համապատասխան։ Մենք կմնանք հանձնարու մեր ժողովրդի շահերու ներկայացումին եւ եկեղեցական գարկը պահպանումին եւ կարեւոր կնկատենք, որ ապակա քայլերը եւ որոշումները դրվին փոխադարձ հարկանքի համացանության եւ ներհամայնքային միասնականության հիմամբ, նշած է թեմական խորհրդի հայտարարությունը։ Բաքուի մեջ կշարունակվի աբորինի երբով բահվող Արցախի նախկին վարչապետ Ռուփեն Վարդանյանի տտլական բեմադրությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն այսպես կոչված վգաներ հարցակննված են, դարձյալ ներկայացված են գարկ նպաստաթուղթեր։ Հաջորդ նիստի նշանակված է 5 դեկտեմբերին։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին վարչապետ Ռուփեն Վարդանյան 798 օր է գտնվի ադրբեջանական գերության մեջ։ Հարկելի ունգընթիրներ, Վանասյանի եթերով եւ թեմատիկի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Սանիա Աղոթավար Նատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ Վանասյանի ունգընթիր։